Բարի երեկո, սիրելի ֆուտբոլիստներ, ֆուտբոլային երեկոն շարունակվում ԱՖԼ YouTube-յան ալիքում, ԱՖԼ երկրորդ դիվիզիոնի շրջանակներում իրար հետ կմրցեն Միլանի և Ռեալի ֆուտբոլիստները։ Մրցաշարային պատկերը այսպիսին է, Միլանը 10 խաղից հետո 19 միավոր ունի ու 8-րդ հորիզոնականում է ընթանում, իսկ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստների գործերը շատ ավելի վատ է, 11 խաղից հետո 1 վաստակած միավոր։ Տեսնենք այս հանդիպումը ինչ ընթացք կընթանա, արագորեն կընդհանրացնեմ թիմերի մրցող կազմերի հետ։ Սկսենք Միլանից, դարպասին Ղազարյանն է, պաշտպանությունում Ձախից Անդրեասյան, աչից Սահակյան, կենտրոնում Յոնուս, կիսապաշտպանությունում Խալացյան, Ջուլիկյան և Հունանյան, առաջ կաշված հարձակվողն էլ Բաբախանյանն է։ Ռեալը այսպիսի կազմ է դուրս բերել խաղադաշտ, դարպասին Սիրեյանն է, պաշտպանությունում Շեկոյան, կիսապաշտպանությունում Ստեփանյան, Հարությունյան, Գևորգյան և Կարապետյան և երկու հարձակվող Հակոբյան և Դոլյան։ Սկսված է հանդիպումը, Ռեալի ֆուտբոլիստները հարկում են գնդակը սեփական կիսադաշտում։ Եզրից նետում ցույց է տալիս մրցավարը։ Բավական երկար նետում էր ու հիմա կարող է վտանգավոր լինել, տեսնենք։ Հարված դարպասին ու դարպասապահը փրկում է դրությունը։ Ձախեզրով Անդրեասյան։ Խախտում, ցույց է տալիս մրցավարը։ Հունանյանն է պայքարում ձախեզրում Ամբարձումյանի հետ։ Մխտում է գնդակը Միլանի մոտ, եզրից նետում։ Ջուլիկյան, Հունանյան։ Ստացվեց պատխաղարկումը, կլինի հարված, փակում են գնդակը, հարվածի ճանապարհը ավելի ճիշտ աչեզրով գրոյի զարգացում, բայց Հակոբյանը չի հասնում գնդակին։ Հունանյան։ Պաշտպանում վարի տեղաները։ Հակոբյան։ Վերցնում են գնդակ Հակոբյանը, Ջուլիկյան, տարածություն կա Ջուլիկյանի առաջ հարվածը։ Միլանի կիսապաշտպանի հարվածը փոքր-ինչ բարձր է ստացվում։ Սիրեյանը երկար հարվածով սնում է գնդակը խաղի մեջ ու եզրից կնետեն Միլանի ֆուտբոլիստները։ Խալացյանն է ձախեզրում ընդունում գնդակը, Խալացյան, ձախ, գրավել է պետ դարպասն ու գոլ, Հունանյանը բացում է հաշիվը 1-0։
Կարծիքման փորձ, սակայն փակում են։ Փոխանցման ճանապարհը դեպի աջ։ Այս անգամ էլ կարդում է Ռեալի պաշտպանը Նազարյան։ Հալացյան դեպի ձախ։ Շարունակում է մնալ Անդրեասյանը, բայց խլում են գնդակը։ Ըստ համբարձումանը աչոզրով շարժում առաջ, երկրորդ է փոխվում։ Անդրեասյանը։ Պոզիցիոն Գյուլիկյան։ Անցավ ամեն դեպքում փոխանցումը Անանյանին։ Աչեզրում տեսնենք ինչ կմտածի։ Միլյանի հարցակվողը հաղթում ցույց է տալիս մրցարարը։ Եզից կշարունակ էր մնալ Ռեալի ֆուտբոլիստների գնդակով։ Մարցունան բարձրից գրավել է պետ դարպաստու գոլ։ Գնդակը դարպասում է 1-1։ Ռեալը հավասարեցնում է հաշվի։ Արբրությունը Հարությունյանն է հավասարեցնում։ Մեկ Հաշիվը հավասար է մեկական արագ գնդակով փոխանակվեցին թիմերը։ Տեսնենք ինչ շարունակություն կտեսնենք։ Մանյան Չուլիկյան, Օնանյան, դեպի աջ, Սահակյան Փոխանցումը, եթե հասներ Բաբախանյանի կարող էր վտանգավոր լինել, փակում են Օնանյանի հարվածը Երկին սխալ կենտրոնում ու գնդակով շարունակում են մնալ Վիլյանի ֆուտբոլիստները, Օնանյան Անցումը շատ լավն էր Հունանյան, դեպի Բաբախանյանը, Բաբախանյանը հարվածում է, կլինի ևս մեկ հարվածի փորձ ու հիմա Խալացյանի հարվածն եք տեսնում Դարպասապահը շատ լավ է խաղում գծի վրա ու անկյունային հարձակման ձախ եզրից Ջուլիկյանը կիրացնի անկյունայինը Աշխարհակում Ջուլիկյան, Բաբախանյանի չաստում գնդակն ու Ալի հակագրողը կարող ենք տեսնել, սակայն պաշտպանները ուզում են ասել լավ են խաղում, սակայն սխալվեց խոսքից վրա Միլյանի պաշտպանը ամեն դեպքում բարեհաջող հաղորդվեց Միլյանի համադրվագը Ռեալը շարունակի մնալ գնդակով եզրից նետում Խել է պետ գրեի ուղղությունը, սակայն միայնը կարողանում է
Շրջանցել երկու խաղանքերով Նազարյանն է չի հասնում գնդակին։ Արված դարպասից։ Ազարյանը կարծես թե երկար փոխանցմանը տրամադրված կա, այդ փոխանցումը սակայն դեռևս անհաջող է։ Բավական աշխուժատված են անցկացնում Ռեալի ֆուտբոլիստները, աչեզրում գրոյի փորձ։ Մեկուկ շարունակ են մնել Ռեալի ֆուտբոլիստները։ Հալացանը խլում է գնդակը, Հունանյանը միացավ պայքարին, ամեն դեպքում գնդակը կրկին մնում է Ռեալի մոտ։ Ամբարձումն ամբողջ լայնքով շարժվեց աչից ձախ, սակայն այդպես էլ փոխանցման պատճ գտավ։ Նախեզրով շարժվում են առաջ։ Խորում է գնդակը Միլանը, Ջուլիկյան, ազատություն կա նրա առաջ։ Նազարյանը ամեն դեպքում ավելի շուտ է հասնում գնդակին։ Կենտրոն, Խալացյան, Բաբախանյան, հարվածել է պետք ու հիմա Նազարյանը փակում է հարվածի ճանապարհը ևս մեկ հարված, շատ վտանգավոր էր, կա արդյոք անդրադարձ, ինչ է ցույց տալիս մրցավարը, հարված դարպասից ցույց է տալիս մրցավարը։ Սխալներ կենտրոնում, Խալացյան, հիմա գնդակը Հունանյանի մոտ է, հասնում է գնդակը Բաբախանյանին, Բաբախանյան, արվածել է պետք, փոխանցում, Հունանյան արված, դարպասաձողն է փրկում հիմա էլ, այս անգամ էլ հորիզոնական դարպասաձողն է փրկում Ռեալին, Միլանի ֆուտբոլիստները վերջին րոպեներին ավելի ակտիվ են, Առաջարկյան Ռեալի ֆուտբոլիստները, Նազարյան, հարկում են պաշտպանությունում, Հարությունյան, գնդակը Ռեալի ֆուտբոլիստները, Բաբախանյան, կենտրոնում գրեթե չի մնում, կամ Միլանի ֆուտբոլիստներն են գրում, կամ Ռեալի։ Նազարյանն է փորձում պաշտպանվել, աչեզրում։ Նեգով կմնան Միլանի ֆուտբոլիստները, Հունանյանը նետում է եզրից, Բաբախանյան։ Անհաջող էր, արևածի կամ փոխանցման փորձը։ Նազարյան Ռեալի ֆուտբոլիստները գնդակում արագորեն կրկին խլում այն, ձախեզրում գրոյի փորձ
Բարձունյան, փոխանցումը վատը չէր, բայց Իրենի պաշտպանները ճիշտ են դիրքավորվել, գնդակով շարունակում եմ նալ Համբարձումյանը Հարությունյան, աչեզում ընտրում է գնդակը Հարությունյանը Հացրից փոխանցում դեպի Նազարյանը փոխանցումը վատը չէր, սակայն դարպասապա վատ դուրս չեկավ, Ունանյան, Խալացյանը կենտրոնում Որց էստեղ խախտում կար, բայց այլ կարծիքի է մրցարը Համբարձումյանն է Նույնականություն ձեռնարկել Կարապետյան, դեպի աչ, Հարությունյան Նույնը Սուլան է մրցավերը խախտում Կարծես թե կարգին է վնասվածք է լուրջ չէ Շանակ է ռեալի կիսապաշտպանը խա Խալացյան, Աչեզրով շարժվում առաջ Խալացյանը, Վավախանյանն ու Ջուլիկյանը կենտրոնում են, Ջուլիկյան արված, բարձր է Սարկյան, Խալացյան, լավ շրջվեց Խալացյանը հիմա վտանգավոր կարող է լինել փոխանցումը Սավասյատիրոջը վատ խաղարկում, վատը չէր, սակայն գործում են գնդակը ռեալի ֆուտբոլիստները Անդրեսյանը Յոնուսի հետ է խաղում, Յոնուս Պակում են փոխանցման ճանապարհ, ամեն դեպքում կլինի հարված Ղազարյանի պաշտպանած դարպասից Անդրեսյան Համբարձումյանի ուղղությամբ էր փոխանցումը, սակայն Յոնուսը հաղթում է երկրորդ հարկում, եզրից հետո մարագորեն սկսում են ռեալի ֆուտբոլիստները խաղը, Հարությունյանը Աչեզրում ազատ է, սակայն փոխանցումը թույլ է Երկրորդ տեմպով հասնում է գնդակը Աչեզր, Հարությունյան, բարձրից այս անգամ ևս Յոնուսը Երկրորդ հարկում դրության տերն է անկյունային Խաղում է դեպի Խալացյանը
Քանեվական առավելություն ունի Միլանը հակագրոհելիս, բայց Հալացյանը տարվում է անհատական խաղով ու կորցնում գնդակը։ Կարելի է հարվածել ու Անդրեսյանը ուղարկում է գնդակը անկյունային։ Արծրից պաշտպանվում հիմա Հունանյանը հակագրոհ է կազմակերպել Խալացյան, ձախեզրում ընդունում է Խալացյանը գնդակը շարունակեն Միլանի ֆուտբոլիստները նման գնդակով եզրից նետում Ջուլիկյանն առաջարկում իր ծառայությունները Ջուլիկյան Ջող փոխանցման փորձ ու հարված Սիրեյանի պաշտպանած դարպասից Խալացյանի կատարմամբ Շարունակել է պետք է տալիս մրցավարը Ռեալի կենտրոնով ձախ ուզում կատարբերակ պաշտպանում Սահակյանն ու անկյունային Դեպի ձախ Անդրեսյան Մոտեցյան դեպի ձախ Ջուլիկյանը գնդակը ու հակագրոհ աչեզրով Ձախեզրում Խալացյանը ազատ է, վճռել է պետ դրվատի երգը Խալացյան արված ու Եվս մեկ հորիզոնական դարպասած ձախ Ինչ է նշանակում մրցավարը արված դարպասից Հավական վտանգավոր էր ու Խալացյանը կարող էր առաջի խաղակեսի Ավարտին առաջ մղել իր թիմին, հիմա Հակոբյանը չի հասնի գնդակին Խալացյան դեպի աչ Հունանյանի ուղղությամբ էր փոխանցումը հակում են պաշտպանները Խալացյան Հունանյանը արդեն հարցակման ձախ եզրում է քիչ առաջ աչեզրում էր պատրաստ ընդունել գնդակը Համբարձումյան Հակոբյան չի հասնում Հակոբյանը գնդակին Մանուս Ջուլիկյան Սանակահասն գնդակին, ընդունում է ձախեզրում գնդակը Անդրեսյանը Շարժում է դեպի կենտրոն, Իրիցյանին փոխանցումը Հիաստում ու հիմա Ռեալի հակագրոհը Հակոբյան
Շրջվել էր Հակոբյանը ու շատ մոտ էր հարվածելու պահը գտնելուն, սակայն պաշտպանը նստեց ոտքին ու խլեց գնդակը Յունուս ևս մեկ անգամ Միլանի պաշտպանը առաջինն է գնդակի մոտ Իրիցյան դեպի Հունանյանը Հունանյան ստված ընթացքից է հարվածելու Հունանյան հարվածի փորձը անկյունային Ջուլիկյան Խալացյանի փոխանցումը Հակում են ռալի պաշտպանները Ամբարձումյան Աչեզրում Մարտիրոսյանի տարբերակը կա Ոտ խաղարկումը չի ստացվում փոխանցումը բավական թույլ էր բայց Ջուլիկյանը փորձնում է գնդակը ու եզրից շարունակ են ռալի ֆուտբոլիստները մնալ գնդակով Բարձրից վատը չէր փոխանցումը, սակայն դարպասապա լավ դուրս եկավ Բանակել է պետք և գնդակը դարպասում է շատ գեղեցիկ Կոմբինացիա հիմա ինչ արձանագրում է գնդակը մրցավարը թե ոչ Սահակյանն է Թիմին առաջ մողում Առաջ եմ մողում թիմին Տան է փորձում աղագորեն պատասխանել, սակայն մահակագրով է բաստանում 4-3-ի դիմաց Հունանյան, ինչու, եթե կարելի էր փոխանցել Իրիցյան, Ջուլիկյան փակում են հարվածի ճանապարհը ու կարող էր հիմա առաջի կեսի ավարտին 2 գնդակի առավելություն ստանալ Միլանը ավարտված առաջին խաղակեսը 2-1 հիշեցնեմ Միլանի ֆուտբոլիստները Արժևում են, բայց կարող ենք էլ ավելի հետաքրքիր երկրորդ խաղակես տեսնել Վերսկսվում է երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ առաջի կեսից հետո Միլանը 2-1 հաշվով հաղթում է Ռեալին, Հունանյանի գոլին Ռեալից պատասխանեց Հարությունյանը, սակայն խաղակեսի ավարտին Սահակյանի գնդակը առավելություն պարգևեց Միլանին Տեսնենք երկրորդ խաղակեսը Ինչ ընթացքը պարգևի մեզ Իրիցյան Հասնում է գնդակին, դեպի ձախ, Բաբախանյան Ջուլիկյան, լավ շրջվեց Ջուլիկյանը, բայց պաշտպանն էլ շատ կարևոր պահի կարողացավ խլել գնդակը Մեկ վայրկյան ասկում և կարող էր հարված լինել Ամբարձումյան, անկյունային կլինի, Յանուսը բավական Բարդապարություն թողեց առաջի կեսում, պաշտպանությունում բավական վստահ է զգում Միլանի 3 համարը Բարձրից գրավել է պետար պաստու գոլ Գոլ հաշիվը հավասար է 2-2 Ռեալի ֆուտբոլիստները կարողանում են հավասարեցնել խաղի հաշիվը Գևորգյանն է գրավում դարպաստը 2-2 Երկու շատ ավելի հետաքրքիր երկրորդ խաղակեսն ենք տեսնելու Բաբախանյան, ինչ կառաջարկ են Միլանի ֆուտբոլիստները, Ջուլիկյան Փոխանցումը դեպի Բաբախանյանը Չի անցնում 2-2 շատ հետաքրքիր խաղի ենք ականատես լինում միասին Ջուլիկյանը անկյունային կիրացնի Տեսնենք հաջող անկյունայինին ինչպես կպատասխանի Միլանի Թիմը փոխանցում Երս մեկ անկյունային, հարադարձ եղավ և հիմա
Արձակման աչեզից Հունանյանը։ Իրացնյան կունային է, Հունանյան։ Արծից։ Ջալիկյան։ Այսին խաղարկ էլ չստացվեց, հիմա ռեալի ֆուտբոլիստները աչեզրով հակագիրով են ձեռնարկում, Կարապետյան, ձախից կա տարբերակ, միայնակ փորձեց վճռել դրվագի ելքը, փակեցին հարվեցի ճանապարհը։ Անկյունային Միլանի ֆուտբոլիստից հարացավ գնդակը։ Եվս մեկ վարձից փոխանցում այս անգամ չի հասնում։ Գնդակը կմնա Միլանի մոտ եզրից Անդրեսյանը կնետի։ Բավական բարձից են դիրքավորվել ռեալի ֆուտբոլիստները։ Մեկ երկու փոխանցումով կարող է կտրել ամբողջ պաշտպանությունը Հունանյան։ Չստացվում Հունանյանի մոտ դրիբլինգը։ Եվս մեկ փորձ։ Յունուս, դեպի ձախ, Բաբախանյան։ Բաբախանյանը ապաղում է ու կորցնում գնդակը, Համբարձումյան աչից, Համբարձումյան։ Անդրեսյանը ազդուրաց է պաշտպանվում անկյունային։ Ֆուտբոլիստները վերջին րոպեներին արդեն երրորդ անկյունային են իրացնում։ Բարձրից Հարությունյան, եվս մեկ հարվածի փորձ, եվս մեկը ու խախտում ցույց է տալիս մրցավարը, Յունուսի նկատմամբ խախտեցին կանոնները։ Հունանյանը հորդորում է բարձրացնել խաղանկերոջը։ Խաղի տեմպը հիմա կարող է կոտրվել։ Փոքրինչ, վնասված փոքրինչ։ Ական բարձր տեմպով ընթանում հանդիպումը։ Երկում գրողներ, Իրիցյանն է նետում եզրից, Ջուլիկյան։ Փոխանցում դեպի Հունանյանը։ Չի հասնում Հունանյանի գնդակը։ Տեսեք, առանց կենտրոնի ընթանում հանդիպումը, մեկը մեկի հետևից գրողներ։ Աթանյան, դեպի Համբարձումյանը, շրջանցում են Անդրեսյանին, բայց Ջուլիկյանը ապահովագրում է խաղանկերոջը, Բաբախանյան, Ջուլիկյան։ Ջուլիկյանը խաղում է դեպի աջ Հունանյանին, կրկին չի հասնում գնդակը։ Սահակյան, փոքրինչ առաջ տվեց Սահակյանը գնդակը։ Հունանյանը աչեզրում ամեն դեպքում ստանում է գնդակը, Հունանյան դեպի Սահակյանը, բայց փակում են հարվածի ճանապարհը, հիմա էլ ռեալի ֆուտբոլիստները կարող են վտանգավոր հակագրող կազմակերպել, դուրս է գալիս դարպասապահ Ղազարյանը, փոքրինչ հեռացնում է, բայց չի ավարտվել վտանգավոր պահը։ Աչեզրով շարունակություն գրողի հիմա, ակրոբատիկ հարվածի փորձ ստացվում, Հունանյան, տեսնենք Բաբախանյանը գնդակ է պահանջում, Հունանյանը չի կարողանում շրջանցել մրցակցին, այո, հրեց մրցակցին։ Վլոդ, արի! Նեսված է հանդիպումը, Բաբախանյան, Հունանյան, փոխանցում դեպի ձախ, հարված ու կարող էր հիմա Միլանը առաջ անցնել հաշվի մեջ, բայց Խալացյանի հարվածը
Հետո մղում դարպասապա, հենց խալացյանն էլ կիրացնի անկյունայինը։ Միացել է Յունուսը, Բաբախանյան, հարված։ Թույլ է Յունուսը, չի կարողանում։ Ընդունել գնդակը տիպի կենտրոնական պաշտպանին վայել։ Գործողություն մրցակցի Տուգանայինը։ Յունուսի փոխարեն լիներ։ Արձակվող հիմա կարող էր հաշիվը 3-2 դառնալ Կարապետյան 4 հոգի միանգամից հակեցին Կարապետյանի առաջխաղացումը Հունանյանը պարզ իրավիճակում գնդակով եզրից կլինեն ռեալի ֆուտբոլիստները Մոչինյան Այց է պետք հիասնան Տուգանայինը Հարցրից հարված զիպորտ ինչը հարված դարպասից մոտ էին ռեալի ֆուտբոլիստները հաջողությանը Տեսեք, կենտրոնում Միլանի գետ մեկ ֆուտբոլիստ չկա կամ պաշտպանությունում ընկան հարցակման գծում Արգարան վեր սկսում են Յունուս Հալացյան դեպի Հունանյան փոխանցումը դեպի Բաբախանյանին էր ուղղված բայց չի հասնում Բաբախանյանին գնդակը Պայքար կենտրոնում Ջուլիկյանը աղթում ամենապայքարը իրիցյան Սայկյանը աչեզրում ազատ են թնում է գնդակը դեպի Հունանյանն էր փոխանցումը կենտրոնում գնդակը Հունանյան Խալացյան Խալացյանը Ջուլիկյանը Համը դեպի իրիցյանը Ալի ֆուտբոլիստան ալ Աղթում է արձանագրել մրցավարը, որ ռեալի ֆուտբոլիստները Կասկսեն հանդիպում են Սիրեյան Ինչ էր սա հարված էր միթե Շազարանը տիրում է գնդակին Սիմենը մե կարծում եմ դերին կարգ կստանա Միլանի հակագրո Հունանյան գլխով հարված է շեղեր Ալչինյան Փոխեզնում ընդունել գնդակը սակայն փոխանցում անաջող էր Բաբախանյան դեպի ձախ Հալացյանը չի հասնի գնդակին
2-2 տպավորությունը, որ հաջորդ գոլը կարող է հաղթական լինել երկու թիմերի մոտ էլ որոշակի օգնեցություն է զգացվում։ Հարապետյան խլում են գնդակը Բաբախանյանն ու Խալատ Ջուլիկյանը համատեղ ուժերով, սակայն երկին կորցնում են այն երկտեղ սխալն էր դաշտի կենտրոնում, գնդակով կլինեն կարծես թե Ռեալի ֆուտբոլիստները։ Յունուսի հետ է խաղում Ղազարյանը։ Խալացյան, Սահակյան աչեզրում։ Եզից կնետեն։ Բաց թողած գնդակը Խալացյանը ու գնդակի Խալացյան շատ անփույթ գործողություն էր ու հիմա լավ է որ Ռեալի ֆուտբոլիստները չկարողացան օգտվել Խալացյանի սխալից, իհարկե լավ է Միլանի համար Աչեզր դեպի Համբարձումյան դուրս է եկել գնդակը Համբարձումյան գնդակը Ռեալի մոտ Ջուլիկյան Չասն գնդակը Բաբախանյանին իմալ Ռեալի հակագրա Համբարձումյան վատը չէր փոխանցումը, սակայն Ղազարյանը այստեղ էր Ցանտերն է Սահակյան դեպի Բաբախանյան բարձրից Իրիցյանի ուղղությամբ Իրիցյանը կարող էր հիմա եզրափակել գրոհը, բայց պաշտպանը ավելի արագ արձագանքեց Ջուլիկյան դեպի աջ Բաբախանյան Յանուս Դա խաղթում ցույց է տալիս մրցավայրը Բաբախանյանը կարող էր մենակ մնալ այստեղ Սահակյանն է ազդուրած պաշտպանվում Յունուսի մոտ կարծես թե խնդիրներ կան վնասվածք է ստացել Միլանի պաշտպանը նախորդ դրվագում երբ Հալեցին Յունուսից գնդակը Արված է ստացել ոտքին Չի կարող շարունակել հանդիպումը Անդրեսյանը Հոտում է դեշ Յունուսի փոխարեն Շաբանական Ռեալի ֆուտբոլիստները վերադարձնում են գնդակը Միլանին Ղազարյանը Իսկի Սիթինի գրա Հարված առաջ
Իրիցյան արված երկրորդ փորձից դարպասապա Սպորսի մագնդակը Նազարյան Բարցունյանը Բարցունյան Հակոբյանը Չկարում կասեցնել գնդակով Աղագոր են դարպասապա Ազարյանը մտցնում է գնդակը խաղի մեջ Իրիցյան Բաբախանյան, Խալացյան աչեզրից Շարժվել էր առաջ հիմա Բաբախանյանի հարվածը վատը չէր անկյունային Հունանյանը կիրասնի անկյունային է արցակման ձախեզրից Արցից Իմուստներով աշխատեց դարպասապա, սակայն գնդակը մնում է Միլանի մոտ հիմա Իչեր մնում Որցնեն, բայց Սահակյանը Պահպանեց գնդակը թիմի համար Խալացյանը Չի հասնում գնդակին ցույց է տալիս մրցավարը ու Հարված դարպասից Լինի արդյոք հաղթող այս խաղում, տեսնենք, շատ ժամանակ չի մնացել ու Այդ գոլը կարծում եմ վճռորոշ կլինի թիմերից Յուրաքանչյուրի կատարմամբ Ճիշտ է պաշտպանվում Անդրեասյանը գնդակով Մնա Միլանը Սահակյան Անդրեասյան Շրջանցում է մրցակցին, Խալացյան, աչեզրում Կա տարածություն, փոխանցում Բաբախանյան արվածու Իրիցյանը հիմա, Սիրեյանը ներողություն Սեյվի հեղինակ է դառնում Անկյունային կլինի Բաբախանյան Որցնում է գնդակը Բաբախանյանը ու հիմա Հակագիրոյի փոր Ջուլիկյանը Կարդում է խլում գնդակը, սկսում թիմի գրոհը Խալացյան Հակում են հարվածի ճանապարհը Բաբախանյան Եվս մեկ հարվածի փորձ ու կանադարձ անկյունային Հունանյան դարպասապակեկին լավ է աշխատում Նազարյան Շիաստում Նազարյանը գնդակին Ջուլիկյան, Խալացյան Այլ ուղղությամբ էր շարժվել Ջուլիկյանն ու փոխանցումը անհասցե ստացվեց Մարցունյանն է Գնդակը Մտցնում խաղի մեջ Ջուլիկյան Նազարյանն է պաշտպանվում Ջուլիկյանի դիմաց Գրամացում է Աժ Բաբախանյան, Հունանյան Կալենկով հարվածի փորձ Հակում են գալի պաշտպանները Խալացյան դեպի աջ Փոխանցում է Բաբախանյանին Չի հասնում, այ հիմա կհասնի Բաբախանյան Խալացյան, Հունանյան փակում են Եվս մեկ ազդուրած Պաշտպանողական գործողություն ռեալի ֆուտբոլիստների կատարմամբ Հունանյանը Հարցիստ է պահպանում է գնդակը դաշտում, բայց փորձնում է այն Սուլում է մրցավարը Շի րոպեներին ռեալի ֆուտբոլիստները դժվարություն ունեն Սեփական կիսադաշտից դուրս գալու Հունանյան և Ջուլիկյանը հիմա շատ վտանգավոր Պահ կորցնում շատ լավ պահեր Կարող էր Միլանը առաջ անցնել հաշվի մեջ Նպաստավոր դիրքից շեղը հարվածը Մեծ արտահայտության համար պետք է նշել, որ Չհաշված այս դրվագը բավական լավ տպավորություն է թողում Միլանի 5 համարը
Կենտրոնում բավական շատ է աշխատում։ Սրակյան, Իմանյան, դեպի Բաբախանյանը, արված Բաբախանյանը ու գոլ։ Գոլ վերջապես կարողանում է Միլանը առաջ անցնել հաշվի մեջ։ 7 համարը Բաբախանյանը 3-2 է դարձնում հաշիվը։ Ստված է հանդիպումը Ռեալը հիմա։ Ամբողջ կազմով պետք է նետվի առաջ, փրկելու հանդիպումը։ Հակագրող Խալացյան, արված Խալացյան դարպասապահ։ Տերության տերն է։ Նունանյան կհասնի գնդակը։ Նունանյանին, բայց Ամբարձիմանը բավական աշխուժ տեսք ունի, կարծես հենց նոր է սկսվել հանդիպումը։ Հարցնում է գնդակը, ևս մեկ անգամ հայտնվում է գնդակը նրա մոտ, Մարտիրոսյան, Մարրաքելյանն է, բացվել առջևում սակայն։ Գնդակը չի հասնում Ռեալի արձակվողին։ Խաղթը ում ցույց է տալիս մրցավարը։ Ֆիլիկյանը կիրասնի ստանդարտը։ Հատ չեր փոխանցում է դեպի Խալացյանը։ Խալացյան։ Սարքեզրոն։ Միայն է շրջանցում է երկու մրցակցի, Ջուլիկյան։ Մոչից կատարբերակ։ Հետի կենտրոն շարժվեց։ Ջուլիկյանը կորցրեց գնդակը հիմա։ Աչեզրով հակագրոյի փորձ, այստեղ էլ Անդրեասյանն է բավական հնարամիտ գործում ու գնդակով դարպասապահ Ղազարյանն է։ Որցնում են պարզ իրավիճակում Միլանի ֆուտբոլիստները գնդակը, Ամբարձումյան, դեպի աջ, բայց Կարապետյանը չի հասնում գնդակին։ Փոխություն Միլանի կազմում, Սարգյանը փոխարեն Յոնոսը կշարունակի հանդիպումը։ Ամբարձումյանն է հաղթում մենապայքարը։ Ջուլակյան, Իվիցյան։ Այք այստեղ դարպասապահ առավելություն ունի։ Այստեղ ավելի բարձր կարելի է ցատկել, Ամբարձումյան։ Վատը չէր, բայց իսկ եթե կասեցնել գնդակը, հարվածը վատը չէր ընթացքից, ուղղակի թույլ էր Ամբարձումյանը երկրորդ հարկում առաջինը գնդակով, Խալացյան։ Հաղթում են Ռեալի ֆուտբոլիստները կանոններն ու գնդակով կլինեն Միլանի հողաները, մրցավար ցույց է տալիս, որ նենց ուրիշից հետո է կարելի արվածել։ Արված է լինելու Հունանյանի կատարմամբ։ Միլիցյանը, Ղազարյանը,
Կարծես թե փորձում են շոդան հնարել ու արված դարպասից։ Անաջող դուրս եկավ դարպասապա պաշտպանել։ Չէր հասկացել մտահղացում ու չէր մնում։ Փորձում են գնդակը։ Շարունակել Միլանի ֆուտբոլիստները մնալ գնդակով։ Հաշտում է Վավախանյանը գնդակին։ Հունանյան արված ու գոլ գնդակը դարպասում է։ Վերջակետ է դնում Հունանյանը այս խաղին։ Այո, սա վերջին գործողությունն էր։ Ավարտված է հանդիպումը։ Միլանի ֆուտբոլիստները կարողացան հաղթանակ տանել վերջնամասում 2 գնդակ խփեցին ու շորջ 2 հաշվով հաղթեցին։ Իսկ դες համար հանդիպումը մեկնաբանած Գևորգ Մկրտչյանը կհանդիպենք հաջորդ անգամ հաջողություն։